Բարև ձեզ, բարի գալուստ update լրատվական, առաջարկում եմ միասին թարմացնենք օրվա լրահոսը։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդագրության համաձայն զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ Եվրամիությունը պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։ Քննարկվել են նաև տարբեր, այդ թվում գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։ Զրուցակիցները կարևորել են բիզնես կապերի խորացումը և Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն ռազմավարական օրակարգի առաջմղումը։ Նշվել է, որ Եվրամիության աջակցությունը դիմակայունություն և աճ ծրագրի շրջանակում արդեն նպաստել է հազարավոր ձեռնարկությունների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն կապվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-Եվրամիություն համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։ Հիշեցնենք, Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն քննարկվել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումները, որոնց մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ դրանք ոչ այլ ինչ են, քան տնտեսական հարկադրանք, որը անընդունելի է։ Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ աշխատում է նպատակ ունենալով Հայաստանին օգնել հաղթահարելու Ռուսաստանի կողմից առկա տնտեսական ճնշումները։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը միջազգային առևտրի կենտրոնի կողմից հայ արտահանողների հետ կազմակերպված հանդիպմանը։ Մենք եվրոպացիներս ձեռք-ձեռքի տված աշխատում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ օգնելու հաղթահարել այն ճնշումը, որը դուք զգում եք այսօր։ Եվրոպական միությունը չէ, եվրոպական բարեկամները չէ, որ խնդրում են ձեզ ընտրություն կատարել։ Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, մենք չենք ճնշում, մենք օգնում և ցանկանում ենք վստահ լինել, որ աշխարհում ամենաընդարձակ տնտեսական ցանցի Եվրոմիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները շարունակում են աճել և ձեզ դարձնում են ապահով։ Նա նշել է, որ քննարկումներ են ընթանում այնպիսի պրակտիկ հարցերի շուրջ, ինչպիսիք են լոգիստիկան, ինչպես նաև այն բոլոր միջոցները, թե ինչպես կարող է Եվրոպական միությունն աջակցել հայկական արտադրանքի, եվրոպական շուկաներ արտահանմանը և Եվրոպայում այդ ապրանքների նկատմամբ գայթակղության հնարավորինս մեծացմանը։ Ռուսաստանը վերջին շրջանում պարբերաբար սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման վրա։ Մասնավորապես Ռուսաստանն արգելել է Հայաստանի ծաղիկների, ջերմուկ հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել պտուղ բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն Ռուսաստանից Զվարթնոց օդանավակայան ժամանող Արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանոթագրեր են տալիս։ Նախարարը պարզաբանել է, որ ծանոթումներն իրականացվում են ըստ կարգի և օդանավակայանում ծանոթում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Ծանոթման համար կա կարգ։ Ծանոթումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանոթում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Այսինքն չեն տալիս 25-օրյա վարժական հավաքի ծանոթագրեր։ Ում։ Հայաստան եկող համապատասխան տարիքի տղամարդկանց։ Երբ, ինչ ժամկետում։ Հիմա որ գալիս Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանոթագիր տալ։
Հայաստանի կառավարությունն ընդունել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում, որով սահմանվում է զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը։ Ըստ այդմ 2026 թվականի հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ հայտարարվել է Հայաստանի Հանրապետության Արական Սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։ Որոշմամբ նախատեսվում է զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետը սահմանել 2026 թվականի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացումն իրականացնել 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, նշված է կառավարության տարածած հաղորդագրությունում։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ընտրակաշարք տալու ստանալու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում հունիսի 4-ին ձերբակալվել է 2 անձ։ Ձերբակալությունները եղել են Գյումրիում։ Հակակոռուպցիոնի փոխանցմամբ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել ոստիկանության և փրկարար ծառայության մի շարք ծառայողների։ Այդ մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել ոստիկանության և փրկարար ծառայության մի շարք ծառայողների։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի, հասարակական կարգի գերազանց պահպանման համար և երախտագիտության մեդալներով։ Արփինե Սարգսյանը պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ շնորհավորել է ծառայողներին, ընդգծելով, որ դրանք ոչ միայն անհատական, այլև թիմի աշխատանքի գնահատանքի դրսևորում են, ուղղված ոստիկանության և փրկարար ծառայության ամբողջ անձնակազմի աշխատանքին։ Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետական պարգևները նույն նվիրումով ու պատասխանատվությամբ ծառայությունը շարունակելու, մասնագիտական առաջընթացի ու նոր ձեռքբերումների խթան են։ Ադրբեջանից Հայաստան կուղևորվի 42 վագոն դիզելային վառելիք։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները, նշելով, որ վառելիքը հունիսի 4-ին կուղարկվի Գյուզդեկ կայարանից։ Այսօր հունիսի 4-ին Հայաստան են ուղարկվելու նաև 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ ելույթում։ Այն ոչ միայն ավարտվել է, այլև ավարտն արձանագրվել է 3 իմ կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որը ստեղծում է բարգավաճման նոր երթուղի, TRIP երթուղին, որը բացառիկ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես Հայաստանին, հարգելով նրանց ինքնիշխանությունը, դրանից իրական օգուտներ քաղելու համար։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է TRIP-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետություն ԱՄՆ համաձայնագիրը։ Նա հայտնել է, որ ավելի վաղ այն ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ուղարկվել Հայաստան և այժմ էլ ստորագրել է արտաքին գործերի նախարարը, ու այժմ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ Սիրելի քաղաքացիներ, վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ես ստորագրեցի TRIP-ի վերաբերյալ Միացյալ Նահանգներ Հայաստանի Հանրապետություն շրջանակային համաձայնագիրը։ Հիշում եք, օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից մայիսի 26-ին, ընդամենը օրեր առաջ, իր Հայաստան կատարած այցի ընթացքում, եւ հիմա ահա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ եւ ուղարկել է, առաքվել է փաստաթուղթը Հայաստան, եւ այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հերավար ստորագրման գործընթացը ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ Թեմայի շուրջ ավելի մանրամասն կխոսենք մեր վերլուծական բաժնում, այնպես որ բաց չթողնեք այն մեր թողարկումից անմիջապես հետո։ Եվ մեկ լուր ոստիկանությունից Շենգավիթ համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել, ավելին մանրամասնում է տեսանյութը։
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը թիրախային պայքար է իրականացնում ավտոմեքենաներից կատարվող գողությունների եւ շորթման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու դրանց դեմ արդյունավետ հակազդման ուղղությամբ։ Հետևողական աշխատանքի հերթական արդյունքը Շենգավիթի համայնքային ոստիկաններն արձանագրեցին մայիսի 22-ի գիշերը ժամը 4:40-ին Մայրաքաղաքի Եղբայրության փողոցի մոտ գողության եւ շորթման փորձ կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արինբերդի փողոցի բնակիչ 15-ամյա մի պատանու։ Ըստ իրավապահների հիմնավոր տեղեկությունների նաև 17-ամյա մեկ այլ պատանի Մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում տասնյակ մեքենաներից կատարել էին գողություն եւ շորթում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչների եւ ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում հիմնավորվել է նրանց կողմից կատարված շորթման 20 դեպք։ Նախաքննությունը շարունակվում է։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Եվրասիական տնտեսական միության հետ Ադրբեջանի մերձեցմանը, ինչը կամրապնդեր տնտեսական կապերը ընդհանուր տարածքում։ Հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Նրա գնահատմամբ դա դրական կանրադառնա հանրապետության տնտեսության վրա ապրանքների ընդհանուր շուկա մուտք գործելու եւ տրանսպորտի ծառայությունների եւ ներդրումների ոլորտում համագործակցության ընդլայնման հաշվին։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Ադրբեջանը կարող է դառնալ եվրասիական մեծ տարածքի առանցքային տրանսպորտային լոգիստիկ հանգույցներից մեկը։ Իսկ միջազգային լրահոսի այլ դրվագներին առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Ալեքսանդր Վուչիչին անվտանգության սպառնալիքներից ելնելով հունիսի 5-ին չմեկնել Մոնտենեգրո, Եվրոպական միության եւ Բալկանների առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունիսի 5-ին կժամանեն ծովափնյա Տիվատ քաղաք, հանդիպելու Արևմտյան Բալկանների 6 երկրների առաջնորդների հետ եւ քննարկելու առաջընթացը Եվրամիության անդամակցության հարցում։ Սերբիայի անվտանգության եւ տեղեկատվության գործակալությունը երեկոյան հայտնել է, որ Մոնտենեգրո այցը Վուչիչի համար անվտանգության մեծ ռիսկ է պարունակում օտարերկրյա գաղտնի ծառայությունների թշնամական գործողությունների եւ այնտեղ հանցավոր կլանի ներկայության պատճառով։ Սերբիայի խորհրդարանի խոսնակ Աննա Բրնաբիչը նշել է, որ Վուչիչը նախատեսում է այնուամենայնիվ մեկնել Տիվատ եւ այնտեղ ունենալ մի շարք կարևոր հանդիպումներ։ Եվրամիության անդամ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Հրաշալի լուր է եւ մենք մեկ քայլ ավելի մոտ ենք Եվրամիության անդամակցությանը, կայուն առաջ շարժվելով դեպի մեր նպատակը, գրել է նա X սոցիալական հարթակում։ Կիպրոսը, որը ներկայում նախագահում է Եվրամիությունը, X-ում հայտնել է, որ արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները երկու երկրների հետ բանակցությունները պաշտոնապես սկսելու նպատակով։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Պետեր Մագիարը հայտարարել էր, որ իր երկիրը եւ Ուկրաինան համաձայնության են եկել Ուկրաինայում բնակվող մոտ 100,000-անոց հունգարական փոքրամասնության իրավունքների հարցում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 14-ից 15-ը աշխատանքային այցով կմեկնի Բելարուսի մայրաքաղաք Մինսկ։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցության եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ, նշել է խոսնակը։ Նախարարի այցի ծրագիրը ներառում է հանդիպում Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, բանակցություններ արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովիի հետ նեղ եւ լայն կազմով, ինչպես նաեւ ծաղկեպսակի դրման արարողություն հաղթանակի հուշարձանի մոտ հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակի կապակցությամբ։ Զախարովան հավելել է, որ նախարարները կքննարկեն ռուս-բելարուսական արտաքին գործերի նախարարությունների միջև շփումների եւ համագործակցության գործնական ասպեկտները։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը այսօր հայտնել է, որ Իսրայելի զինված ուժերը ժամանակավորապես կշարունակեն գործողությունները Լիբանանում եւ դուրս չեն գա երկրից չնայած հայտարարված նոր հրադադարին։ Իսրայելը եւ Լիբանանը հունիսի 3-ին համաձայնության էին եկել նոր հրադադարի շուրջ, ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված բանակցություններից հետո։
Համաձայն պայմանավորվածության Լիբանանում գործող զինված Հեզբոլա խմբավորումը, որը չի մասնակցել բանակցություններին, պետք է դադարեցնի բոլոր հարձակումներն Իսրայելի վրա եւ իր ուժերը դուրս բերի Լիբանանի հարավում Լիտանի գետից հարավ ընկած տարածքից։ Կացը սակայն նշել է, որ Իսրայելը դեռևս կշարունակի ռազմական գործողությունները երկրում, առնվազն այս փուլում եւ դուրսբերման հարցը չի քննարկվում։ Իսրայել Կացը նաեւ հավելել է, որ 100,000-ավոր լիբանանցիներ, որոնք մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տները, դեռևս չեն կարող վերադառնալ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս գոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ամեն ինչ լավ է ընթանում։ Խոսելով համաձայնության հասնելու հնարավորությունների մասին, ԱՄՆ նախագահը չի բացառել իրադարձությունների զարգացման ինչպես դրական, այնպես էլ բացասական տարբերակը։ Նա նշել է, որ հաջողության հնարավորություններ կան մինչև այս շաբաթվա վերջ։ Թրամփի խոսքով Իրանը տեսականորեն մոտ է համաձայնագրի ստորագրմանը։ ԱՄՆ զինվորականները հունիսի 3-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել ևս մեկ նավի, որը ենթադրաբար օգտագործվել է թմրավաճառների կողմից։ Գրոհի հետևանքով սպանվել է 2 մարդ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը X-ում արված գրառման մեջ։ Մայիսի վերջին The New York Times պարբերականը հաղորդել է, որ ենթադրյալ թմրակարտելների նավերին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը։ Թմրակարտելների դեմ պայքարի հարավային նիզակ գործողության մեկնարկի մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է 2025 թվականի նոյեմբերին։ Եվ շարունակենք թողարկումը։ Հայաստանում ընթանում է նախընտրական քարոզարշավը, առավել ուշագրավ դրվագներին առաջարկում եմ ծանոթանալ տեսանյութով։ Ժողովրդական համախմբում կուսակցությունը շարունակում է իր քարոզարշավը Ավան վարչական շրջանում, որտեղ զրուցել է քաղաքացիների հետ եւ նրանց ներկայացրել իր նախընտրական ծրագրերը։ Այնքան հեշտ է, օրինակ եմ ասում, մարդկանց ասել այն, ինչ որ չկա, այն ինչ որ տենց չի։ Մարդկանց ամեն քայլափողի խաղում են, ասել ինչ որ մարդ ուզում է լսի։ Սուտ կասեմ, երբ որ մեկը կարող ասի, որ գնալու ենք օրինակ արևմուտք փրկվելու ենք, գնալու ենք Ռուսաստան փրկվելու ենք, աշխարհում որևիցե մեկից փրկություն չի լինել։ Մեր փրկության միակ տարբերակը մեր մեջ է։ Ու այն հիմա հայիկը մյուս երթանակությունն է ասում։ Մարդկանց հիմա անընդհատ էս մեդիաներով, իրենց լրատվականներով մարդկանց սպառնում են մակերեսային մտածողության մեջ։ Ասելով ուրիշ ընտրություն չունես, ընտրի վատի վատագույնի մեջ։ Եթե սա չի նա չարյաց փոքրագույն ընտրի, ու տենց էս վերարտադրում այն քաղաքական համակարգը 30 տարվա, որի հետևանք իր իշխանությունն է եղել։ Սա օթից չի գել էս իշխանություն, սա այն ձեր ասած մարդկանց քաղաքական կառավարման հետևանքն է ուղղակի։ Ես երբեք նույնիսկ մասնագետորեն իմանալու դա ոչ մի առումով ուստի դրա գին ինչ ուզմալի երբեք իմ մատերը կտրել ես չեմ օգնի որ ինքը վերարտադրել ոչ Նիկոլ Փաշինյանը ոչ նախկին իշխանությունից որևիցե մեկը որտեղ դրանք նույն համակարգի առանցքային մասն են նույն համակարգի չեք կարող ամբողջ համակարգը թողեք նույն ու Հայաստանը լինի փոփոխություն եթե այս նույն պարլամենտը եղավ որը 21 թվին է որը 17 թվին է, օրինակ եմ ասում։ Այդտեղ կապ չունի, գումարելու տեղերը փոխելուց գումարը չի փոխվելու։ Կապ չունի, որ մեկը կլինի իշխանություն, որ մեկը ընդդիմություն։ Դե պարլամենտ էս որակը, որ այսօր կա, նույն իրականությունն ենք ունենալու։ Նոր ուժ կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանը Facebook-ում հանդես է եկել հայտարարությամբ։ Սկսենք Նիկոլ Փաշինյանից։ Դե կարծում եմ Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է, մասնավորապես, որ ինքը վերջերս ցույց տվեց իրեն Երևանի փողոցներում, այսպես ասած, վավսեի կրասե։ Գնացինք առաջ։ Ռոբերտ Քոչարյան։ Կարծում եմ այստեղ էլ ավելի պարզ, տեսել ենք իր 10 տարվա կառավարումը։ Կոռուպցիա, թալան, կեղծված ընտրություններ եւ վերջում մարտի 1, որտեղ սպանվեցին մեր 10 քաղաքացիները։ Շարունակում ենք։ Սամվել Կարապետյան։ Այս դեպքը բավականին հետաքրքիր է։ Այս մարդը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ։ Ինքը միշտ եղել է բիզնեսմեն, այն էլ Ռուսաստանում, բայց այսօր որոշել է զբաղվել հայաստանյան քաղաքականությամբ կամ միգուցե իր տեղը որոշել են։ Համենայն դեպս իրենք չունեն վարչապետի թեկնածու։ Ճիշտ է, իրենք ասում են, որ դա Սամվել Կարապետյանն է, բայց ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վարչապետը չի կարող լինել այլ երկրի քաղաքացի։ Իրենք ասում են ոչինչ, մենք կգանք իշխանության եւ կփոխենք։ Բայց ինչ է ստացվում, որ այն մեկը Սահմանադրությունը փոխում է Ալիևի ուզածով, իսկ իրանք փոխում են իրենց ուզածով։ Գնացինք առաջ։ Գագիկ Ծառուկյան։ Այսա ունիկալ դեպք է։ Այս մարդը էլ փակեց քաղաքականության էջը, հետո բացեց, հետո նորից փակեց, հետո նորից բացեց։ Ժողովուրդ ջան, հո լուսամուտ չէ, որ բացում, փակում եք։ Այդ լուսամուտը sense կիսաբաց թողեք, հասկանանք ինչ է կատարվում։ Հրաչ ջան։ Հիմա
Հարցումները ցույց են տալիս, որ այս ընտրություններում ընտրողների 50%-ը որոշել են չգնալ ընտրության։ Իսկ գիտեք, այն գնացող 50%-ը ում են ընտրելու։ Հիմնականում իրանց։ Հասկանում եք, ու նորից ամեն ինչ կրկնվելու է։ Նորից 31 թվականին Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու, ասելու է Ռոբերտ Քոչարյանին նստստելու եմ, կզզստելու եմ, ընդդուց Քոչարյանն ասելու է հմբալ, ինք ասելու է մարտի 1-ը բացահայտելու եմ ու նորից ամեն ինչը կրկնվի։ Ժողովուրդ, խնդրում եմ, այն 50%-ին եմ դիմում, ովքեր որոշել են չգնան։ Գնացեք ընտրության, պրծնի ես ամեն ինչ, ես քարագլուխ դևին գլխատենք, գլուխներից էլ պրծնենք, գլխացավից էլ։ Մերանք էս դեղերը խմելով։ Երեք ուժեղ Հայաստան ընդդիմադիր դաշինքի անդամները եւ համակիրները Երևանի մետրոպոլիտենի բարեկամություն կայարանի մոտից երթով ուղևորվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ կուսակցության ամփոփիչ հանրահավաքը։ Ուժեղ հայեր, ինձ համար մեծ պատիվ է լինել մասը Հայաստանի համար այս նշանակալի, այս պատմական պայքարի, կրել դրա բոլոր դժվարությունները եւ ձեր առջև կանգնել բաց ճակատով։ Մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք շատ հետաքրքիր տարի։ Ամեն օր մի հետաքրքիր մարտահրավեր, մի հետաքրքիր խնդիր, բայց բոլոր խնդիրները հաղթահարել ենք պատվով եւ դրա ապացույցը այն է, որ բոլորս իրար հետ այսօր Հանրապետության հրապարակը ողողել ենք դրական էներգիայով։ Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է։ 4 օրից հանրաքվե երկու բանի մասին։ Շարունակում ենք այսպես, շարունակում ենք թույլ մնալ, շարունակում ենք թույլ տալ հարևաններին օգտագործել մեզ, թե կանգնում ենք եւ մեր մեջքը ամրացնում եւ սկսում ենք զարգանալ։ Հանրաքվե նրա մասին, թե թույլ ենք տալու փոքրիկ խմբակի պարտված ղեկավարին թողել, որ Հայաստան մտնեն ադրբեջանցիներ, թե պահելու ենք մեր հայրենիքի վերջի մնացած հողը հայկական։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ջերմուկում է, որտեղ զրուցել է քաղաքացիների հետ եւ բաժանել նախընտրական թռուցիկներ։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում հունիսի 5-ին 7-ից 9 գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-ից 3 աստիճանով։ Այս թողարկման համար պատրաստել էինք այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։